Այսօր Նիկոլ Փաշինյանի նվագակցությամբ կազմակերպված դիսկոտեկն է կայանալու։ Այն մեր տեղեկություններով տեղի կունենա Պալադիում հոլ համալիրում։ Նախորդին Փաշինյանը թիմակիցների, մասնավորապես Վահագն Ալեքսանյանի հետ այցելել էր ջրվեժում գտնվող այդ ռեստորանը, զննել տարածքը, որտեղ հատուկ բեմահարթակ են կառուցել նորահայտ երաժշտի համար, որը պետական գործերը թողած թմբուկ է զարկում։ Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը ամիսներ շարունակ հարվածային գործիքներով նվագել է սովորել, ապա իր բենդն է ստեղծել Վարչաբենդ անունով եւ քաղաքացիներին հունվարի 30-ին հրավիրել է դիսկոտեկի, առաջարկելով նախապես գրանցվել։ Իհարկե, մասնակիցները հիմնականում յուրայիններն են, որոնց 7-ը պորտն ուսումնասիրել են, նոր գրանցել, միջոցառմանը մասնակցելու թույլտվություն տալով։ Իդեպ այս ռեստորանում էր ԱԺ հունվարի 5-ին նշել իր 45-ամյակը։ Հավանաբար իշխանական վերնախավի դուրը շատ է եկել այս ռեստորանի մթնոլորտը, կամ ռեստորանի տերերը հատուկ ջանք են դրել, որ հայտնվեն իշխանական էլիտայի սիրելի վայրերի ցանկում։ Հատուկ իրենց համար սահմանած հունվարի 27-ի զոհերի հիշատակի օրը Փաշինյանի եւ նրա թիմակիցների Եռաբլուր այցի ընթացքում լրագրողները ֆիքսել էին դիպուկահարների ներկայությունը, որոնք զենքով հսկում էին Եռաբլուր սրբավայրում Նիկոլ Փաշինյանին եւ ապահովում նրա անվտանգությունը, թեև այնտեղ սովորաբար իրենց զավակների, ամուսինների շիրիմներին այցի եկած մարդիկ են, ովքեր մշտապես այնտեղ են լինում, որովհետեւ զրկվել են նորմալ կյանքով ապրելու իրավունքից։ Մեզ պատմեցին, որ դիպուկահարների մասին տեղեկանալով զոհված զինվորների մի խումբ ծնողներ շրջել են եւ հայտնաբերել նրանց ու դեմ առ դեմ կանգնելով զինված ուժայիններին ուղակի շանլափ են թափել նրանց գլխին, աշխարհի ամոթ հանքը տվել, ասելով ում եք դուք պաշտպանում, Եռաբլուրը բազմապատկած դավաճանին եւ ումից եք պաշտպանում, որթեկորույս ծնողներից, ոչ իրենց կամքով Եռաբլուրում հայտնված տղաները գլխի կոր եւ լռելիայն լսել են ու ծպտուն չեն հանել։